օրինակ աշխատող ենք, աշխատավարձ ենք ստանում, պատկերացնենք, որ հաջորդ ամիս առցանք կենսաթոշակի։ Փոխհատուցման գործակիցը բնութագրում է անցման փուլից հետո եւ մեր կենսաթոշակը մեր վերջին աշխատավարձի որ մասն է կազմելու։ Ինչքան է ցուցանիշը բարձր, այնքան կյանքի որակի անկում ավելի քիչ տեղի կունենա։ Եթե օրինակ 62 տարեկան ենք կամ 63-ին ենք մոտենում, ստանում ենք X, ենթադրենք 500,000 դրամ աշխատավարձ, 50% փոխհատուցման գործակիցը կնշանակի, որ մենք հաջորդ ամիս կենսաթոշակառու դառնալով մեր կենսաթոշակը կկազմի 250,000 դրամ։ Ճիշտ է, կենսաթոշակային տարիքում բնականաբար կան ծախսեր, որոնք այլևս չես իրականացնում, որովհետև էլ վարձու աշխատող չես, այս առումով սա ավելի մեղմում է եւ բավականին լավ արդյունք կունենան մեր կենսաթոշակառուները։ Այդ փոխհատուցման գործակիցը դա է ցույց տալիս։ Մենք ձգտում ենք այդ գործակցի 50% սահմանաչափին։ Եթե այսօր ենք համեմատում օրինակ միջին կենսաթոշակ, միջին աշխատավարձ, դա ընդամենը 16% է Հայաստանում, իսկ եթե մենք հասնում ենք 50-60, նույնիսկ ավելի բարձր, բավականին լավ արդյունք է։